Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։ Սիրով ձեր Մեդիա Hub։ Վերջին տարիներին հայ զբոսաշրջիկների ճանապարհորդական ակտիվությունը զգալիորեն աճել է։ Եթե նախկինում արտասահմանյան ուղևորությունները հիմնականում սեզոնային էին, ապա այսօր հայ զբոսաշրջիկները ավելի ազատ են ընտրում թե երկրները, թե հանգստի ձևաչափերը։ Նախորդ տարիներին մենք չունեինք ուղիղ թռիչքներ 50 եվրոից սկսած կամ նույնիսկ ավելի ցածր գներով, եւ մարդիկ ուղղակի երբ որ իրենց սմարթֆոնը վերցնում են եւ տեսնում են, որ Երևան-Միլան թռիչքը ընդամենը 30 եվրո է, բնականաբար մարդը ցանկություն առաջանում լինել այդ երկրում։ Չնայած շատերը շարունակում են նախընտրել պասիվ հանգիստը, ծովափնյա հանգստավայրերում, ինչպիսիք են Եգիպտոսը, Դուբայը, Աբու Դաբին եւ այլ ուղությունները, այս տարվա ընթացքում նկատվել է նոր միտում։ Զբոսաշրջիկները հաճախ սկսել են ընտրել Կիպրոսը։ Միանշանակ փոխվել է, որովհետեւ մարդիկ հոգնել են Եգիպտոսից, Էմիրություններից ու ավելի շատ նախընտրում են նոր ուղություններ։ Լունատուրի մասնագետների խոսքով Կիպրոսը դարձել է պահանջված ուղություն, թե կլիմայի, թե մատչելի փաթեթների, ինչպես նաև մուտքի համեմատաբար պարզ պայմանների պատճառով։ Օրինակ այն քաղաքացիները, որոնք շատ հաճախ գնում են Եգիպտոս, արդեն սկսել են այլ ուղություններ նաև գնալ, օրինակ շատ Կիպրոս են գնացել այդ վերջին 2 տարիների ընթացքում ու նաև նշեմ, որ վերջին տարվան, այսինքն 2025 թվականին Կիպրոսը ամենապահանջված ուղությունն էր կոնկրետ մեր տուրիստականի համար։ Միևնույն ժամանակ ճանապարհորդական շուկայում նկատվում է հետաքրքրության աճ նաև ակտիվ եւ ճանաչողական հանգստի նկատմամբ։ Շատերը նախընտրում են խմբային տուրեր, օրինակ դեպի Մարոկկո, Փարիզ, եվրոպական այլ քաղաքներ, որտեղ հնարավորություն ունեն ոչ միայն տեսարժան վայրեր այցելելու, այլև ծանոթանալու երկրի մշակույթին եւ պատմությանը։ Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս գալիք տարում սպասվում են շատ հետաքրքիր խմբային տուրեր, որոնք ուղղակի տուրեր չեն, այսինքն ուղղակի տեսարժան վայրերը այցելելու համար չեն, այլ նաև ինչ-որ իրադարձություններ։ Աճում է նաև հետաքրքրությունը էկզոտիկ ուղությունների նկատմամբ։ Կա ճանապարհորդների մի խումբ, որը արդեն եղել է բազմաթիվ երկրներում եւ այժմ փնտրում է նոր էկզոտիկ երկրներ, տարբերվող վայրեր։ Ոմանք համատեղում են ճանապարհորդությունը միջազգային միջոցառումների հետ, օրինակ այցելելով Ֆորմուլա 1-ի մրցարշավներ, համաշխարհային ճանաչում ունեցող համերգներ կամ խոշոր փառատոններ։ Տրոպիկական երկրներից այս տարի շատ ակտիվ է լինելու Թայլանդը, որովհետեւ շատ մեծ հետաքրքրություն կա այդ ուղղության նկատմամբ այս տարի։ Ինչպես նաև Շրի Լանկան, Մալդիվներն են միշտ ակտուալ, շատ ավելի մեծ զանգված մարդկանց նախընտրում է իրադարձություններով լի, ակտիվ հանգիստը։ Եվրոպական ուղությունների ընտրության վրա ազդեցություն ունի նաև Շենգենյան վիզաների ստացման գործընթացը։ Վերջին շրջանում քաղաքացիները ահազանգում են, որ դեսպանատներում հերթերը բավականին մեծ են, իսկ վիզա ստանալը դարձել է ավելի բարդ եւ ժամանակատար։ Սակայն միևնույն ժամանակ ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ նույնիսկ այս պայմաններում վիզա ստանալու հնարավորություններ կան ճիշտ պատրաստված փաստաթղթերի, հստակ ճանապարհորդական ծրագրի եւ ֆինանսական հիմնավորումների առկայության դեպքում։ Իրականում հիմա բոլորը ուզում են երկար ժամանակով վիզա ստանալ, ինչը այդքան էլ նորմալ չի, քանի որ եթե մարդը ուղղակի տարվա ընթացքում մեկ անգամ պատրաստվում է գնալ Իտալիա, ինքը նույն մարդը որ ուզում է շատ երկար ժամանակով վիզա ստանա, դեսպանատունը չի տալիս, դա լրիվ նորմալ է, բայց այն մարդիկ, ովքեր շատ են ճամփորդում տարվա ընթացքում մի քանի անգամ լինում են եվրոպական երկրներում, այդ մարդկանց դեպքում հիմնականում 80-90% հավանականություն կա, որ ավելի երկար ժամանակով վիզա կստանան։ Վերջին օրերին 2026 թվականի շեմին ավելացել են ուղիղ թռիչքներ դեպի Անգլիա, Ամստերդամ, չնայած նրան, որ ունենք շատ թռիչքներ, նաև շատ ավիաընկերություններ եկել են Երևան։ Այս միտումները վկայում են այն մասին, որ զբոսաշրջիկների հետաքրքրությունը ճանապարհորդությունների նկատմամբ շարունակում է աճել, իսկ պահանջարկը դառնում է ավելի բազմազան՝ պասիվ հանգստից մինչև ակտիվ, էկզոտիկ եւ միջոցառումների շուրջ կառուցված ուղևորություններ։ Մարիաննա Արամյան, Մխիթար Մովսիսյան, Մեդիա Hub։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սիրով ձեր Մեդիա Hub։